Ապաշխարություն նշանակում է, որ դու քո մեղքերի համար պետք է իրապես կոտրվես, զղջաս եւ սկսես քո մեղքերը Աստծուն խոստովանվել, որովհետեւ միայն Աստված կարա ների մեր մեղքերը սրելներ, ոչ թե մարդիկ, հապա Աստված կարա մեզ մեղքերի թողություն շնորհի եւ դա Աստված կարող է անել մեր ապաշխարության միջոցով։ Ապաշխարել նաեւ նշանակում է դարձի գալ մեղքերից։ Եթե մենք ժամանակին եղել ենք գողեր, եղել ենք հարբեցողներ, եղել ենք շնացողներ, եղել ենք խաղամոլներ եւ այլը, մարդը պետք է հետ կանգնի մեղքերից եւ որպեսի մեղքերի թողություն ստանա։ Ապաշխարել նշանակում է դառնալ մեղքերից եւ սկսել ապրել ճշմարիտ կյանք։ Ապաշխարություն բառը ինքնըստինքյան նշանակում է մտափոխություն։ Ապաշխարել նշանակում է մտափոխվել, երբ որ դու արդեն ուրիշ հայացքով ես նայում կյանքին եւ ուրիշ հայացքով ես նայում մեղքին։ Միչև այդ մենք մեղքը սիրել ենք, մենք մեղքի մեջ մեղքը ցանկացել ենք, մեղքի մեջ ապրել ենք առանց ամաչելու, բայց ապաշխարելուց հետո մարդը արդեն ուրիշ աչքով է նայում մեղքին։ Դու սկսում ես արդեն մեղքը ատել, մեղքը դառնում է քեզ համար մի զզվելի երևույթ, մի գարշելի բան է դառնում, որ դու սկսում ես դրանից զզվել ու հետ քաշվել։ Թող Աստված օգնական լինի։ Այս ամեն ինչը լսելով մարդը կարա մտածի, որ արդյոք ես կարող եմ ապաշխարել։ Ասեմ, սիրելիներ, որ հազարավոր մարդիկ կան, որոնք ժամանակին բանտերում են անցկացրել, որոնք եղել են նարկոմաններ, որոնք եղել են շնացողներ, որոնք եղել են մարդասպաններ եւ այլ տեսակի հանցագործներ, այսօր քարոզիչներ են, հովիվներ են, ավետարանիչներ են։ Աստված փոխել է շատ հազարավոր, շատ բազմաթիվ մարդկանց կյանքը եւ Աստված կարա փոխի ցանկացած մարդու կյանքը եւ Աստված կարա քո կյանքն էլ փոխի, եթե դու ցանկանաս։ Հիսուս ասեց, դուք չեք ուզում դեպի ինձ գամ։ Մարդուց մնում է միայն ցանկությունը, Աստված ամենակարող է, որ մարդու կյանքը փոխի։ Ուրեմն այս խոսքերով ես քեզ կոչ եմ անում, սիրելի լսող, որպեսզի դու ապաշխարես, որպեսզի դու դարձի գաս, որպեսզի դու կանչես Աստծուն, որպեսզի դու խնդրես Աստծուն, Աստված քո կյանքը փոխի եւ Աստված կարա քո կյանքը փոխի։ Կանչիր Հիսուսին, կանչիր Աստծուն, ասա Տեր Աստված, ես ուզում եմ ապաշխարեմ, ես ուզում եմ փոխվեմ։ Թող Աստված քեզ ապաշխարություն տա, թող Աստված քեզ օրհնի։ Ամեն։